Երբ է հանդիպել եք մեկին, ով սիրո համար լուր գոյատում է, նա որդի էր կրում իր որովայնում մի ծանրություն հոգում, որը ոչ ոք չէր տեսնում։ Այն գիշերը, երբ աշխարհն իմացավ ճշմարտությունը, հողը նրա ոտքերի տակից անհետացավ։ Բայց երբեմն հենց անդունդի հատակում է, որ կյանքը ձեռք է մեկնում մեզ փրկելու համար։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակելով, Մարինեն արթնացավ առավոտյան առաջին լույսերից, որոնք ներս էին թափանցում պատրված վարագույրի ճեղքից։ Նրա մարմինը ցավում էր, ինչպես միշտ։ 7 ամսական որովայնը ծանր էր, իսկ մեջքը բողոքում էր հյուրասենյակի բազմոցին անքուն անցկացրած մեկ գիշերից։ Նա սովորել էր չանհանգստացնել Էդուարդին, երբ նա ուշ էր գալիս։ Նա շատ բան էր սովորել ամուսնության վերջին 3 տարիներին։ Բաներ, որոնք ոչ մի կին չպետք է սովորի։ Կենտրոնի տունը, Երանի հեղինակավոր թաղամասում, չափազանց մեծ էր այն դատարկության համար, որը նա զգում էր։ Սպիտակ պատեր, դիզայներական կահույք, չափազանց թանկարժեք արվեստի գործեր կախված, որպես մի կյանքի գավաթներ, որը նրանը չէր։ Մարինեն միշտ իրեն օտար էր զգում այնտեղ։ Բուժքույրը, ով ամսական 3000 դրամից մի փոքր ավել էր վաստակում, չէր պատկանում մարմարի բյուրեղի այդ աշխարհին։ Էդուարդը ամեն օր հիշեցնում էր նրան այդ մասին։ Նա դանդաղ վեր կացավ, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում։ Տղա էր։ Դեռ անուն չէին ընտրել։ Էդուարդը ասում էր, որ շատ վաղ է, բայց Մարինեն գիտեր ճշմարտությունը։ Նա չէր ուզում այդ երեխային։ Երբեք չէր ուզել։ Հղիությունը պատահականություն էր, վերահսկողության ձախողում, որը նա այդքան կարորում էր։ Այն պահից, երբ նա պատմեց երեխայի մասին, ամեն ինչ վատացավ։ Բառերն ավելի սուր դարձան, լռություններն ավելի ծանր, իսկ նրա ձեռքերն այլևս պարզապես բառեր չէին։ Մարինեն մտավ լոգարան հայելու մեջ, նայեց իր արտացոլանքին։ Խորը մուգ շրջանակներ էին նշմարվում նրա դեմքին։ 28 տարեկանում նա 40-ի էր նմանվում։ Շագանակագույն մազերը, նախկինում փայլուն, հիմա անկյանք, հավաքված պարզ հանգույցով։ Նա ձեռքը տարավ որովայնին, աղոթք շշնջաց։ Միշտ էր դա անում։ Խնդրում էր պաշտպանություն իր որդու համար, խնդրում էր ուժ, մեկ օր դիմանալու համար։ Խնդրում էր ներում, բավականաչափ ուժեղ չլինելու համար, հեռանալու։ Նրա հայրը հիասթափված կլիներ։ Պետրոս Սարգսյանը պարզ մարդ էր եղել, մայրուղի M1-ի վրա գտնվող բենզալցակայանի սեփականատեր, բայց նա աշխարհի չափ սիրտ ուներ։ Հենց նա էր մենակ մեծացրել Մարինեին, այն բանից հետո, երբ նրա մայրը մահացել էր կրտսեր քրոջ ծննդաբերության ժամանակ։ Պետրոսը սովորեցրել էր Մարինեին բարի լինել, օգնել կարիքավորներին, երբեք ոչ ոքի չդատել արտաքինով։ Նա մահացել էր 5 տարի առաջ սրտի խնդրից, Մարինեն դեռ ամեն օր զգում էր նրա բացակայությունը։ Եթե նա ողջ լիներ, նա երբեք չէր ամուսնանա Էդուարդի հետ։ Նրա հայրը կտեսներ ներդրողի հաջողության հմայքի ճակատագրի միջով։ Կտեսներ իտալական կոստյումի տակ թաքնված հրեշին։ Մարինեն պատրաստվեց հիվանդանոցի հերթապահությանը։ Հագավ սպիտակ համազգեստը, կապեց մաշված սպորտային կոշիկները, վերցրեց իր հնամաշ պայուսակը։ Էդուարդը դեռ քնած էր գլխավոր ննջասենյակում, հավանաբար ինչ-որ դատարկ ներմուծված վիսկիի շշի կողքին։ Նա անաղմուկ դուրս եկավ, ինչպես ուրվական իր սեփական տանը։ Պետական հիվանդանոցը, որտեղ նա աշխատում էր, գտնվում էր Էրեբունիում, հեռու կենտրոնի շքեղությունից։ Այնտեղ Մարինեն իրեն օգտակար էր զգում։ Այնտեղ նրան տեսնում էին մայրերը, ովքեր բերում էին իրենց հիվանդ երեխաներին, տարեցները, ովքեր խնամքի կարիք ունեին, հիվանդները, ովքեր նրան անունով էին կանչում երախտագիտությամբ ձայնում։ Հիվանդանոցում Մարինեն գոյություն ուներ։ Տանը նա պարզապես մի ստվեր էր, որը Էդուարդը հանդուրժում էր։ Օրը դանդաղ անցավ, վիրակապերի, դեղորայքի մխիթարական խոսքերի միջ։ Բայց օդում ինչ-որ տարբեր բան կար։ Բուժքույրերից մեկը խոսեց բարեգործական երեկույթի մասին, որը պետք է տեղի ունենար երեկոյան Արմենիա Մարիոթ հյուրանոցում, Երանի ամենաշխեղներից մեկում։ Միջոցառումը կազմակերպվում էր Երանի ձեռներեցների ասոցիացիայի կողմից, որի նախագահն ոչ այլ ոք էր, քան Էդուարդ Ալմայանը, նրա ամուսինը։ Մարինեն նույնիսկ չգիտեր, որ նա ներգրավված է բարեգործական կազմակերպությունների հետ։ Իրոնիկորեն զվարճալի էր, մտածեց նա, մի մարդ առանց կարեկցանքի կազմակերպում է երեկույթ, կարիքավոր երեխաների համար միջոցներ հավաքելու համար։ Երբ նա վերադարձավ տուն ուշ երեկոյան, խոհանոցի սեղանին մի գրություն գտավ։
Էդուարդի կատարյալ ձեռագիրը միշտ այդքան վերահսկվող, պարզապես ասում էր. «Հագիր ինչ-որ ներկայանալի բան։ Երեկույթը 8-ին է։ Մի ամաչեցրու ինձ»։ Մարինեն զգաց, որ ստամոքսը շրջվում է։ Էդուարդը երբեք նրան չէր տանում սոցիալական միջոցառումների։ Նա նախընտրում էր հայտնվել մենակ կամ, ինչպես նա վերջերս բացահայտել էր սոցիալական ցանցերի լուսանկարների միջոցով, Ռաֆայելա Մանուկյանի, իր երիտասարդ մարքեթինգի օգնականի ուղեկցությամբ։ 23 տարեկան մի կին շիկահեր, միշտ անթերի դիմահարդարված երազանքներ վաճառող ժպիտի նիհար մարմնում չտեղավորվող ամբիցիայի տեր։ Մարինեն դժվարությամբ բարձրացավ աստիճաններով, հենվելով բազրիքին։ Բացեց պահարանը, գտավ միայն հին հագուստներ, զգեստներ, որոնք կրել էր ավելի երիտասարդ ժամանակ, ոչինչ, որ կհամապատասխաներ իր 7 ամսական որովայնին։ Էդուարդը երբեք փող չէր տալիս նրան հագուստ գնելու համար։ Ասում էր, որ նրան պետք չէ, որ նա ոչ մի տեղ չի գնում։ Այն քիչ գումարով, որ նա վաստակում էր, Մարինեն վճարում էր այն հաշիվները, որոնք նա մոռանում էր վճարել, սնունդ էր գնում, երբ սառնարանը դատարկվում էր։ Իր համար ոչինչ չէր մնում։ Նա որոշեց կրել մի պարզ մուգ կապույտ զգեստ, որը ինքն էր կարել, օգտագործելով թաղային խանութից գնված կտոր։ Այն էլեգանտ չէր, չուներ ասեղնագործություններ կամ փայլ, բայց մաքուր էր, ծածկում էր իր որովայնը։ Մազերը հավաքեց ցածր հանգույցով, մի փոքր շրթներ քսեց։ Նայեց հայելու մեջ, տեսավ մի հոգնած, հղի կնոջ, հագնված ինչպես մեկը, ով չէր պատկանում այդ աշխարհին։ Եվ իսկապես չէր պատկանում։ Էդուարդը տուն եկավ 7:30-ին, ուղիղ գրասենյակից։ Մտավ ննջասենյակ, առանց նրան նայելու, արագ հագուստը փոխեց, դուրս եկավ, արդեն հեռախոսով խոսելով։ Մարինեն հետեց նրան մինչ ավտոտնակ, որտեղ վարորդն արդեն սպասում էր մեքենայով, փայլուն Մերսեդեսով։ Էդուարդը վերջապես նայեց նրան, նրա դեմքը աղավաղվեց զզվանքից։ «Այդպես ես հագնվելու», հարցրեց նա այն ձայնով, որը Մարինեին ստիպում էր անհետանալ։ «Ուրիշ հագուստ չունեմ, որ կհամապատասխանի», պատասխանեց նա մեղմ։ Էդուարդը զայրացած հոգոց հանեց, բայց ոչինչ չասաց։ Նստեց մեքենան, Մարինեն հետեց նրան, նստելով հետի նստարանին, նրանից հնարավորինս հեռու։ Մինչ հյուրանոց ճանապարհորդությունը լուռ անցավ։ Էդուարդը կատաղի կերպով մուտքագրում էր հեռախոսով, հավանաբար խոսելով Ռաֆայելայի հետ։ Մարինեն նայում էր պատուհանից, տեսնելով քաղաքը, որն անցնում էր։ Երանը գիշերը տխուր գեղեցկություն ուներ։ Միլիոնավոր լույսեր։ Միլիոնավոր կյանքեր, նա իրեն բոլորից ամենամենակն էր զգում։ Երբ հասան Արմենիա Մարիոթ հյուրանոց, Մարինեն տպավորված էր։ Ձմերուկի տեսքով շենքը ամբողջությամբ լուսավորված տիեզերանավի էր նմանվում, որը վայրէջք էր կատարել քաղաքի կենտրոնում։ Շքեղ մեքենաները շարք էին կազմել մուտքի մոտ, որտեղ լուսանկարիչները սպասում էին կարևոր հյուրերի ժամանումը գրանցելու համար։ Էդուարդը դուրս եկավ մեքենայից, գնաց ողջունելու որոշ ծանոթների, առանց սպասելու Մարինեին։ Նա իջավ մենակ, զգալով հետաքրքրասեր դատող հայացքները իր պարզ զգեստի ակնառու որովայնի վրա։ Վերին հարկի խնջույքների սրահը հիասքանչ էր։ Բյուրեղապակյա ջահերը կախված էին բարձր առաստաղից, սեղանները ծածկված էին սպիտակ-սպիտակեղենի սփռոցներով, սպիտակ ծաղիկների դասավորությունները անուշաբույր մոմերը ստեղծում էին նրբագեղության մթնոլորտ։ Ձեռներեցներ իտալական կոստյումներով, կանայք դիզայներական զգեստներով, զարդեր, որոնք ավելի թանկ էին, քան Մարինեն կվաստակեր իր ողջ կյանքում։ Նա իրեն բիծ էր զգում այդ կատարյալ տեսարանում։ Էդուարդը նրան մենակ թողեց մի անկյունում, գնաց շրջելու սրահում, ողջունելով կարևոր մարդկանց, բարձր ծիծաղելով, կատարելով հաջողակ բարեգործ ձեռներեցի դերը։ Մարինեն բաժակով հյութ վերցրեց անցնող սկուտեղից, սկսեց դիտել։ Այդ ժամանակ նա տեսավ, թե ինչպես մտավ սրահ Ռաֆայելան։ Երիտասարդ կինը շլացուցիչ էր։ Կարմիր նեղ զգեստ, առատ դեկոլտե, շիկահեր մազերը իդեալական ալիքներով թափվում էին ուսերին։ Անթերի դիմահարդարում բարձրակրունկներ, որոնք նրա ոտքերն անվերջ էին դարձնում։ Նա մտավ այնպես, կարծես երեկույթի տերն էր, վայրկյանների ընթացքում Էդուարդի կողքին էր։ Նա նրան դիմավորեց մի ժպիտով, որը Մարինեն տարիներով չէր տեսել։ Այն ժպիտը, որը նա նախկինում ուներ նրա համար, սկզբում, երբ դեռ ծածնում էին, թե դա սեր է։ Մարինեն կրծքավանդակում ցավ զգաց, որը ոչ մի կապ չուներ հղիության հետ։ Տեսնել իր ամուսնուն սիրուհու հետ, հրապարակավ, հարյուրավոր մարդկանց առաջ, լուռ նվաստացում էր։ Բայց ոչ ոք կարծես թե չէր նկատում։ Կամ եթե նկատում էին, չէին մտածում։
Այդ աշխարհն ուներ իր սեփական կանոնները, կանայք դեկորատիվ առարկաներ էին, հեշտությամբ փոխարինելի։ Նա փորձեց հեռանալ, գտնել ավելի աննկատ տեղ, որտեղ կարող էր մնալ մինչ գիշերվա վերջը։ Անցավ սեղանների միջով, խուսափելով մատուցողներից, կանապեների շամպայնի սկուտեղներով։ Այդ ժամանակ նա բախվեց ինչ-որ մեկին։ Կամ ավելի ճիշտ, ինչ-որ մեկը բախվեց նրան։ Բարձրահասակ մի տղամարդ, մոխրագույն մազերով, բայց դեռ երիտասարդ, հավանաբար 40-ից մի փոքր ավել, մուգ կոստյումով, առանց փողկապի։ Նա ձեռքին կարմիր գինիով բաժակ ուներ, բախման հետանքով մի քանի կաթիլ ընկավ հատակին։ Տղամարդը նայեց Մարինեին, զայրույթի փոխարեն, նա այլ բան տեսավ նրա աչքերում։ Ճանաչում։ Կներեք, արագ ասաց Մարինեն, ես չտեսա, իսկապես կներեք։ Տղամարդը ժպտաց, մի նուրբ ժպիտ, որը հասավ մինչ աչքերը։ Ոչինչ։ Իմ մեղքն էր, ուշադիր չէի։ Նա դադար տվեց, ուսումնասիրելով նրա դեմքը։ Դուք Պետրոս Սարգսյանի աղջիկն եք, չէ՞։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։ Ինչպես գիտեք։ Ձեր հայրը փրկել է իմ կյանքը շատ տարիներ առաջ, ասաց տղամարդը, հուզմունքով լի ձայնով։ Ես ընդամենը տղա էի, ով փախչում էր դժվար իրավիճակից, կանգ առա նրա բենզալցակայանում, մայրուղի M1-ի վրա։ Սոված էի, վախեցած, չգիտեի ուր գնալ։ Ձեր հայրը ինձ ընդունեց, սնունդ տվեց, քնելու տեղ օգնեց ճանապարհ գտնել։ Նա երբեք ոչինչ չէր ուզում փոխարենը։ Ասում էր, որ մարդկանց օգնելը նրանց պարտականությունն է, ովքեր կարող են։ Ես երբեք չեմ մոռացել նրան։ Իմ անունը Ալեքսանդր Կարապետյան է։ Մարինեն զգաց, որ արցունքներն այրում են իր աչքերը։ Լսել ինչ-որ մեկի այդքան սիրով խոսելը իր հոր մասին հազվագյուտ նվեր էր։ Նա հենց այդպիսին էր։ Լավագույն մարդը, ում ես երբե ճանաչել եմ։ Ալեքսանդրը նկատեց արցունքները, նկատեց պարզ զգեստը, հղի որովայնը, խորը մուգ շրջանակները։ Դուք լավ եք, հարցրեց նա անկեղծ մտահոգությամբ, որը Մարինեն տարիներով չէր լսել։ Նախքան նա կկարողանար պատասխանել, բարձր զայրացած ձայն կտրեց օդը։ Մարինե։ Էդուարդը մոտենում էր նրան, դեմքը կարմիր զայրույթից։ Ռաֆայելան հետում էր նրան, բավարարված ժպիտով շուրթերին։ Ինչ ես արել։ Մարինեն չհասկացավ։ Ես ոչինչ չեմ արել, ես պարզապես… Նայիր իմ կոստյումին։ Էդուարդը մատնացույց արեց մի փոքրիկ կարմիր բիծը իր սպիտակ պիջակի վրա, որը նա կրում էր։ Այն մետաղադրամի չափ էր, գրեթե աննկատ։ Բայց Էդուարդի համար դա բավական էր։ Դու ինձ վրա գինի շպրտեցիր։ Նա չէր, միջամտեց Ալեքսանդրը հաստատակամորեն։ Իմ պատահականությունն էր։ Ես բախվեցի նրան։ Մի խառնվիր, մռնչաց Էդուարդը։ Նա ուժեղ բռնեց Մարինեիթը, մատները խրելով նրա մաշկի մեջ։ Դու ինձ ամաչեցնում ես։ Միշտ ես ինձ ամաչեցնում։ Ոչինչ չես կարողանում ճիշտ անել։ Նույնիսկ ճիշտ չես կարողանում հագնվել երեկույթի համար։ Շուրջբոլորի մարդիկ սկսեցին նկատել։ Զրույցները ընդհատվեցին, հայացքները ուղղվեցին նրանց։ Մարինեն ուզում էր անհետանալ, կուլ տալ հատակին։ Էդուարդը ավելի ու ավելի բարձր էր խոսում, ավելի ագրեսիվ էր։ Դու անօգուտ ես։ Տգեղ, գեր, անարժեք կին։ Միակ բանը, որ դու անում ես, ինձ ամոթանք պատճառելն է։ Նա ուժով քաշեց Մարինեին, քարշ տալով նրան դեպի սրահի կենտրոն։ Նա սայթաքեց, քիչ էր մնում ընկներ, ձեռքերով պաշտպանելով որովայնը։ Բոլորը պետք է տեսնեն, թե իրականում ով ես դու։ Մի ոչ ոք, ով իրեն արժանի է համարում լինել այս վայրում։ Մարինեն հիմա ծնկի էր եկել, լուսավոր սրահի մեջտեղում, մինչ հարյուրավոր մարդիկ լուր դիտում էին։ Ոչ ոք չէր միջամտում։ Ոչ ոք ոչինչ չէր ասում։ Կարծես նա շոու լիներ, մի մռայլ տեսարան սարսափների կրկեսում։ Էդուարդը մոտակա պատվանդաններից մեկից մի առարկա վերցրեց, մի փոքրիկ բրոնզե քանդակ, որը բարեգործության համար աճուրդի էր համբած։ Այն ծանր էր, սուր եզրերով։ Դու պետք է իմանաս քո տեղը, ասաց Էդուարդը, բարձրացնելով առարկան։ Մարինեն տեսավ հարվածը, ձեռքերը խաչեց որովայնի վրա, պաշտպանելով դեռ չծնված որդուն։ Ցավը պայթեց նրա ուսին, ապա մեջքին։ Մեկ հարված։ Երկու։ Երեք։ Նա կորցրեց հաշիվը։
Ամեն հարվածին ուղեկցում էին հայհոյանքներ, նվաստացումներ, ավելի շատ ցավի խոստումներ։ Արցունքները հոսում էին Մարինեի դեմքով, բայց նա չէր գոռում։ Չէր կարող գոռալ։ Եթե գոռար, ավելի վատ կլիներ։ Միշտ ավելի վատ էր լինում, երբ նա արձագանքում էր։ Այսպիսով նա պարզապես լուռ աղոթում էր, խնդրելով, որ երեխան լավ լինի, որ գոյատի այս սարսափից մեկ գիշեր։ Այդ ժամանակ սրահում խորը ձայն արձագանքեց. «Բավական է»։ Ալեքսանդր Կարապետյանը առաջացել էր, իր ներկայությամբ գերիշխելով տարածքում։ Նա բռնեց Էդուարդի դաստակը, նախքանց մեկ հարված կարող էր ընկնել։ Սա հիմա ավարտվում է։ Էդուարդը փորձեց ազատվել, բայց Ալեքսանդրը ավելի ուժեղ էր։ Ո՞վ ես դու, որ ինձ ասես, թե ինչ անել։ Նա իմ կինն է։ Ես կարող եմ անել ինչ ուզեմ։ Չես կարող, պատասխանեց Ալեքսանդրը, իր ձայնը մեղմ, բայց հեղինակությամբ լի։ Եվ դու կհայտնաբերես, թե ով եմ ես, եթես մեկ քայլ անես նրա ուղղությամբ։ Նա շուրջբոլորը նայեց սրահին, այն բոլոր մարդկանց, ովքեր լուռ դիտում էին։ Եվ բոլոր պետք է ամաչեք։ Դիտել, սա ոչինչ չանել։ Դուք հանցակից եք։ Ալեքսանդրը նրբորեն օգնեց Մարինեին վեր կենալ։ Նա հազիվ էր կարողանում կանգնել, ոտքերը դողում էին, ամբողջ մարմինը ցավում էր։ Դու ինձ հետ կգաս այստեղից, մեղմ ասաց նա։ Դու քո երեխան։ Ես ձեզ կտանեմ ապահով տեղ։ Նա ոչ մի տեղ չի գնա, բղավեց Էդուարդը, բայց նրա ձայնը կորցրել էր ուժը։ Ալեքսանդրը նրան նայեց այնքան ուժեղ արամարանքով, որ Էդուարդը մեկ քայլ հետ քաշվեց։ Եթե նորից մոտենաս նրան, եթե փորձես կապ հաստատել նրա հետ, եթե նույնիսկ մտածես նրա մասին, ես կօգտագործեմ իմ ունեցած բոլոր միջոցները քեզ ոչնչացնելու համար։ Եվ ես անսահմանափակ միջոցներ ունեմ։ Ալեքսանդրը շրջվեց դեպի Մարինեն։ Դու պետք է չվախենաս։ Այլս ոչ։ Մարինեն նայեց Ալեքսանդրին, այն մարդուն, ով փրկվել էր իր հոր կողմից տարիներ առաջ, հիմա փրկում էր իրեն։ Նայեց Էդուարդին, այն մարդուն, ով խոստացել էր սիրել իրեն, միայն ցավ էր բերել։ Նայեց Ռաֆայելային, ով արդեն աննկատ հեռանում էր, հասկանալով, որ մակընթացությունը փոխվել է։ Նայեց այն բոլոր մարդկանց, ովքեր լուռ դիտում էին, մինչ իրեն ծեծում էին։ Եվ առաջին անգամ 3 տարվա ընթացքում Մարինեն ընտրություն կատարեց։ Ես կգամ ձեզ հետ, ասաց նա Ալեքսանդրին, իր ձայնը թույլ, բայց վճռական։ Ես կգամ։ Ալեքսանդրը նրան դուրս տարավ սրահից, անտեսելով շշուկները, հայացքները, բջջային հեռախոսների տեսախցիկները, որոնք հիմա ամեն ինչ ձայնագրում էին։ Մի աննկատ պահակ հայտնվեց նրանց կողքին, ապահովելով, որ ոչ ոք չհետի նրանց։ Մարինեն զգաց գիշերվա զով օդը իր դեմքին սկսեց լաց լինել։ Ոչ թե տխրությունից, այլ թեթությունից։ Առաջին անգամ տարիներով նա քայլ էր կատարել։ Մի փոքր, բայց նշանակալի քայլ։ Մի քայլ դեպի դժոխքից հեռու, դեպի այլ կյանքի հնարավորությունը։ Ալեքսանդրի մեքենայում, մինչ Երանի քաղաքը անցնում էր պատուհանից, Մարինեն շոշափեց իր որովայնը, շշնջաց երեխային. Մենք լավ կլինենք։ Ես խոստանում եմ։ Մենք լավ կլինենք։ Եվ առաջին անգամ հղիությունը բացահայտելուց ի վեր, նա իսկապես հավատաց այդ խոսքերին։ Նրա հետում, հյուրանոցի սրահում, Էդուարդը կանգնած էր, դեռ բռնելով արյունով բծավոր քանդակը, մինչ նրա կատարյալ ճակատագիրը սկսում էր ճաքել։ Ռաֆայելան արդեն անհետացել էր, ինչպես նա մի քանի հյուրեր, ովքեր չէին ցանկանում կապված լինել սկանդալի հետ։ Տեսախցիկները շարունակում էին ձայնագրել, տեսանյութերն արդեն սկսել էին շրջանառվել սոցիալական ցանցերում։ Էդուարդ Ալմայանի անկումը սկսվել էր։ Եվ այս անգամ չկարողանալու էր վերականգնել այն պատկերը, որը նա այդքան մշակել էր։ Ճշմարտությունը, ում սարսափելի, բացահայտված էր աշխարհի համար։ Եվ Մարինեն, վերջապես, ազատ էր նորից շնչելու համար։ Այն բնակարանը, ուր Ալեքսանդրը տարավ Մարինեին, գտնվում էր Արաբկիրում, աննկատ, բայց էլեգանտ շենքում։ Դա շքեղություն չէր, այլ հարմարավետություն։ Բաց գույնի պատեր, պարզ, բայց որակյալ կահույք, մեծ պատուհաններ, որոնք թույլ էին տալիս արի լույսին ներս մտնել։ Երբ Մարինեն մտավ, ուղեկցված Ալեքսանդրի նրա կողմից կանչված մասնավոր բուժքույրով, զգաց մի բան, որ վաղուց չէր զգացել։ Խաղաղություն։ Բուժքույրը, 50 տարեկան մի կին, Թերեզա անունով, ծնեց Մարինեին պրոֆեսիոնալ խնամքով, մայրական սիրով։ Ագրեսիայի հետքերն ակնհայտ էին։
կապտուկներ թերին, մեջքին, ուսին։ Բայց ավելի շատ անհանգստացնում էր հուզական վիճակը։ Մարինեն շոկի մեջ էր, դողում էր, չէր կարողանում լիովին մարսել այն, ինչ տեղի էր ունեցել։ Թերեզան օգնեց նրան տաք ցնցուղ ընդունել, հագցրեց նրան հարմարավետ հագուստներ, որոնք Ալեքսանդրը տրամադրել էր, դրեց նրան անկողին։ Երեխան լավ է, ասաց Թերեզան շարժական դոպլերի միջոցով սրտի բաբախյունները ստուգելուց հետո։ Ուժեղ, առողջ։ Բայց դու պետք է հանգստանաս։ Քո մարմինն ու միտքը ժամանակի կարիք ունեն վերականգնվելու համար։ Նա տվեց հղի կանանց համար անվտանգ դեղորայք, ցավի համար Մարինեին քնելու օգնելու համար։ Եվ ամիսներից ի վեր առաջին անգամ Մարինեն քնեց առանց վախի։ Առանց վախի լսելու դռան բացվելը, առանց վախի արթնանալու ճիչերից, առանց վախի նորից դառնալու ինչ-որ մեկի զայրույթի թիրախը։ Հաջորդ օրերին Մարինեն հազիվ էր դուրս գալիս սենյակից։ Ոչ թե որովհետև արգելված էր, այլ որովհետև նրա մարմինն ու հոգին պահանջում էին այդ մեկուսացումը։ Ալեքսանդրը թերապևտ վարձեց, դոկտոր Բեատրիս անունով հոգեբան, ով մասնագիտացած էր տրավմայի ընտանեկան բռնության մեջ։ Առաջին նիստերը դժվար էին։ Մարինեն շատ էր լաց լինում, քիչ էր խոսում, բայց աստիճանաբար խոսքերը սկսեցին դուրս գալ։ Տարիների հուզական ֆիզիկական բռնությունները թափվում էին մեկ ժամանոց խորհրդակցություններում, որոնք կարծես մի ամբողջ կյանք էին տում։ Դու մեղավոր չես, դոկտոր Բեատրիսը միշտ կրկնում էր։ Նրա արածներից ոչ մեկը քո մեղքով չէր։ Դու չես հրահրել։ Դու չես արժանացել դրան։ Դու զոհ ես, ոչ թե պատճառ։ Մարինեն լսում էր, բայց դեռ չէր կարողանում լիովին հավատալ։ Տարիներ շարունակ հակառակում համոզվելը չի ջնջվում օրերի ընթացքում։ Բայց դա սկիզբ էր։ Ալեքսանդրը ամեն օր այցելում էր, միշտ հարգալից, միշտ ուշադիր։ Բերում էր գրքեր, թարմ մրգեր, քաջալերական խոսքեր։ Նա պատմում էր Մարինեի հոր մասին, թե ինչպես էր Պետրոս Սարգսյանը փոխել իր կյանքը այն գիշեր ճանապարհին։ Ալեքսանդրը ընդամենը 16 տարեկան էր, երբ փախավ բռնի տանից։ Սոված էր, վախեցած, աննպատակ։ Պետրոսը ոչ միայն կերակրեց ապաստան տվեց նրան, այլ օգնեց աշխատանք գտնել, ավարտել ուսումը։ Հենց այդ առատաձեռն մարդու շնորհիվ էր, որ Ալեքսանդրը կարողացավ կառուցել իր կյանքը, իր ընկերությունը, իր կարողությունը։ Ես ինձ խոստացա, որ եթե երբե հնարավորություն ունենամ հատուցելու, ես դա կանեմ, ասաց Ալեքսանդրը մի առավոտ, նստած անկողնու կողքին, որտեղ Մարինեն սուրճ էր խմում։ Երբ տեսա ձեզ այն երեկույթին, հղի, այդ պարզ զգեստով, հասկացա, թե ով եք դուք։ Աչքերը նույնն են, ինչ նրանը։ Եվ երբ տեսա, թե ինչ էր անում այդ մարդը ձեզ հետ, իմացա, որ սա իմ խոստումը կատարելու հնարավորությունն էր։ Մարինեն երախտագիտությամբ նայեց նրան։ Դուք ինձ ոչինչ պարտք չեք։ Իմ հայրը արեց այն, ինչ արեց, որովհետև նա այդպիսին էր։ Նա ոչինչ չէր սպասում փոխարենը։ Ես գիտեմ, ժպտաց Ալեքսանդրը։ Հենց դրա համար եմ ուզում դա անել։ Ոչ թե պարտքի, այլ ընտրության համար։ Որովհետև դա ճիշտ է անել։ Մինչ Մարինեն ապաքինվում էր ֆիզիկապես հուզականորեն, այդ ապահով պատերից դուրս փոթորիկ էր ձավորվում։ Բարեգործական երեկույթի բռնության տեսանյութերը կրակի պես տարածվել էին սոցիալական ցանցերում։ Որոշ հյուրեր, չափազանց ուշ, քաջ կոչվելու համար, ամեն ինչ նկարահանել էին։ Էդուարդի կողմից հղի Մարինեին ծեծելու կադրերը, սրահի մեջտեղում, լի մարդկանցով, ովքեր պարզապես դիտում էին, ցնցել էին երկիրը։ Մեկնաբանությունները կատաղի էին, վրդովված, պահանջում էին արդարություն։ Մամուլը շրջապատեց Էդուարդին։ Լրագրողները ճամբարել էին նրա արաբկիրի տան դռան մոտ, տեսախցիկները պատրաստ, ցանկացած շարժում ֆիքսելու համար։ Նրա սոցիալական ցանցերը լցված էին ատելության հաղորդագրություններով։ Ընկերությունները սկսեցին խզել արտրային կապերը նրա հետ։ Պայմանագրերը չեղարկվեցին։ Գործընկերությունները խզվեցին։ Երանի ձեռներեցների ասոցիացիան հեռացրեց նրան նախագահությունից հրապարակեց դատապարտող հայտարարություն։ Էդուարդ Ալմայանը, հաջողակ ներդրողը, հարգված գործարարը, ոչնչացվում էր իր իսկ կերտած պատկերով։ Իրոնիան շոշափելի էր։ Ռաֆայելա Մանուկյանը նույնպես անվնաս չմնաց։ Նրա լուսանկարները Էդուարդի հետ երեկույթին, ժպտալիս, մինչ Մարինեին հետին պլանում ագրեսիայի էին ենթարկում, լայնորեն տարածվեցին։ Նրա մարքեթինգային գործակալությունը նրան աշխատանքից ազատեց սկանդալից հետո հաջորդ օրը։
Այն ապրանքանիշերը, որոնք նա ներկայացնում էր, խզեցին բոլոր կապերը։ Նրա կարիերան, որը կառուցված էր կատարյալ սելֆիների փորձված ժպիտների վրա, փլուզվեց ժամերի ընթացքում։ Ռաֆայելան փորձեց պաշտպանվել սոցիալական ցանցերում, հայտարարելով, որ իրավիճակի մասին չգիտեր, բայց ոչ ոք չհավատաց։ Նա ընտրել էր լինել ամուսնացած տղամարդու կողքին, ընտրել էր անտեսել հղի նվաստացված կնոջը։ Հիմա նա վճարում էր լուր հանցակցության գինը։ Էդուարդը, սակայն, պարտությունը չընդունող տեսակից չէր։ Զայրույթը, որը միշտ եղել էր մակերեսի տակ, հիմա եռում էր անվերահսկելիորեն։ Նա թանկարժեք փաստաբաններ վարձեց, փորձեց դատի տալ նրանց, ովքեր տարածել էին տեսանյութերը, սպառնում էր բոլորին, ովքեր կարող էին վկայել իր դեմ։ Բայց նա պարտված ճակատամարտ էր մղում։ Հանրային կարծիքը որոշիչ էր։ Էդուարդը չարագործն էր, իսկ չարագործները երկրորդ հնարավորություն չեն ստանում ինտերնետի դատարանում։ Ավելին, Էդուարդը ցանկանում էր, որ Մարինեն վերադառնա։ Ոչ թե սիրուց, երբեք սեր չի եղել։ Դա վերահսկողություն էր։ Դա այն էր, որ նա համարձակվել էր թողնել նրան։ Համարձակվել էր բացահայտել իր թերությունները աշխարհի առաջ։ Եվ նա չէր կարող դա թույլ տալ։ Այսպիսով, սկսվեց լուր ահաբեկչության արշավ։ Արգելափակված համարներից հաղորդագրություններ էին հասնում Մարինեի բջջային հեռախոսին։ Դու դեռ իմ կինն ես։ Դու կվերադառնաս։ Այդ ապօրինածինը, որը դու կրում ես, իմ որդին է։ Դու չես կարող ինձնից դա վերցնել։ Ես քեզ կգտնեմ։ Եվ երբ գտնեմ, դու կզղջաս։ Մարինեն հաղորդագրությունները ցույց տվեց Ալեքսանդրին, ով անմիջապես զգուշացրեց իր անվտանգության թիմին փաստաբաններին։ Դատարանում պաշտպանական միջոցներ պահանջվեցին։ Շենքում տեսախցիկներ տեղադրվեցին։ Անվտանգության աշխատակիցները սկսեցին շրջայցեր կատարել օրը 24 ժամ։ Բայց նույնիսկ այդքան պաշտպանության պայմաններում Մարինեն ապրում էր վախով։ Վախը չի անհետանում միայն այն պատճառով, որ դուք փոխում եք հասցեն։ Այն կպչում է հոգուն, որպես մշտական ստվեր։ Դոկտոր Բեատրիսը ինտենսիվորեն աշխատեց Մարինեի հետ այս մասին։ Վախը բնական է այն բանից հետո, ինչ դուք ապրել եք։ Բայց այն չի կարող վերահսկել ձեր կյանքը։ Դուք իրավունք ունեք ապահով զգալու, ապրելու առանց ամեն վայրկյան հետ նայելու։ Նիստերը ցավոտ էին, բայց անհրաժեշտ։ Մարինեն սկսեց հասկանալ, որ իր կրած բռնությունը չի սահմանում, թե ով է ինքը։ Նա ավելին էր, քան զոհ։ Նա փրկված էր։ Եվ փրկվածները վերակառուցելու ուժ ունեն։ Էդուարդին թողնելուց 2 շաբաթ անց Մարինեն արթնացավ կծկումներից։ Դրանք ծննդաբերության կծկումներ չէին, դեռ վաղ էր դրա համար, բայց բավական անհանգստացնող էին, որ Թերեզան անմիջապես բժիշկ կանչեց։ Դոկտոր Հենրիկը, Ալեքսանդրի վստահելի մանկաբարձը, ծննեց Մարինեին, որոշեց, որ նա վաղաժամ ծննդաբերության մեջ է։ Սթրեսը, ֆիզիկական հուզական տրավման, ամեն ինչ իր գինը պահանջել էր։ Մարինեին տեղափոխեցին մասնավոր կլինիկա, բոլոր այն խնամքով ուշադրությամբ, որը փողը կարող էր գնել։ Ալեքսանդրը նրա կողքից չէր հեռանում։ Բռնեց նրա ձեռքը կծկումների ժամանակ, սրբեց նրա քրտինքը, խոսեց քաջալերական խոսքեր։ Դու ուժեղ ես, Մարինե։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում ես։ Դու կկարողանաս։ Դու քո որդին լավ կլինեք։ Ալեքսանդրի խոսքերը բալասան էին։ Մարինեն դրանց կառչեց, որպես փրկության տախտակ ցավի ծովի մեջ։ Ծննդաբերությունը տեց 12 ժամ։ 12 ժամ պայքար, վերահսկվող շնչառություն, վախ, խառնված հույսի հետ։ Երբ վերջապես երեխայի բարձր ճիչը արձագանքեց սենյակում, Մարինեն արցունքների մեջ ընկավ։ Ոչ թե ցավից, այլ խորը թեթությունից, ակնթարթային սիրուց։ Տղան փոքր էր, ծնվել էր ընդամենը 2 կիլոգրամ կեսով, բայց կատարյալ էր։ 10 մատ ձեռքերին, 10 ոտքերին, մուգ մազերի մի խուրձ զարմանալիորեն հզոր թոք էր։ Նա գեղեցիկ է, շնջաց Մարինեն, առաջին անգամ բռնելով որդուն։ Երեխան անմիջապես հանգստացավ նրա գրկում, կարծես ճանաչելով այն ձայնը, որը նրան ուղեկցել էր ամիսներ շարունակ արգանդում։ Պետրոս։ Նրան Պետրոս կանվանեմ, ինչպես հայրիկիս։ Ալեքսանդրը, ով ամեն ինչ դիտում էր սենյակի մի անկյունից, ժպտաց, աչքերը լցված արցունքներով։ Ձեր հայրը շատ հպարտ կլիներ ձեզնով, Մարինե։ Շատ հպարտ։ Եվ այդ պահին Մարինեն զգաց մի բան, որ վաղուց չէր զգացել։ Հույս։
Հույս, որ գուցե, պարզապես գուցե, ամեն ինչ լավ կլինի վերջում։ Բայց խաղաղությունը կարճ տեց։ Մինչ Մարինեն ծննդատանն էր, Էդուարդը կարողացավ պարզել, թե որտեղ է նա։ Հայտնի չէ, թե ինչպես։ Գուցե նա կաշառել էր ինչ-որ մեկին, գուցե օգտագործել էր իր դեռ գոյություն ունեցող կապերը գործարար աշխարհում։ Փաստն այն է, որ նա հայտնվեց կլինիկայում, պահանջելով տեսնել որդուն։ Անվտանգության աշխատակիցները կանգնեցրին նրան, բայց Էդուարդը չհեռացավ, տեսարան չստեղծելով։ Նա բղավեց կլինիկայի նախասրահում, ասելով, որ Մարինեն գողացել է իր որդուն, որ ինքը իրավունքներ ունի, որ այդ երեխան իրենն է։ Տեսարանը նկարահանվեց այցելուների հիվանդների կողմից, իհարկե, րոպեների ընթացքում հայտնվեց սոցիալական ցանցերում։ Էդուարդը անվերահսկելի, ապակողմնորոշված, ցույց էր տալիս աշխարհին, թե իրականում ով է ինքը։ Մեկնաբանությունները անողոք էին։ Ինչպես է այդ կինը կարողացել ապրել նրա հետ։ Ինչ հրեշ։ Նրան պետք է բանտարկել։ Հանրային ճնշումը աճեց ցուցիչորեն։ Ալեքսանդրը գործի անցավ։ Նրա փաստաբանները դատական հայց ներկայացրեցին, խնդրելով կասեցնել Էդուարդի բոլոր իրավունքները երեխայի նկատմամբ մշտական սահմանափակող հրաման։ Նրանք հավաքեցին սպառնացող հաղորդագրությունները, երեկույթի բռնության տեսանյութերը, Մարինեի վնասվածքները հաստատող բժշկական եզրակացությունները, վկաների ցուցմունքները։ Գործընթացը արագ էր, հաշվի առնելով հայկական արդարադատության չափանիշները։ Գործը քննող դատավորը, դոկտոր Ֆերնանդա Հակոբյանը, ով հայտնի էր կանանց պաշտպանության ոլորտում իր գործունեությամբ, չհապաղեց։ Էդուարդին արգելվեց մոտենալ Մարինեին երեխային, անմիջապես ձերբակալելու սպառնալիքի տակ։ Բայց դա չհանգստացրեց Էդուարդին։ Ընդհակառակը, ամեն փակվող դռան հետ նրա զայրույթն ավելանում էր։ Նա սկսեց կորցնել ամեն ինչ։ Իր կառուցած ընկերությունը փլուզվում էր։ Ներդրողները հետ էին վերցնում կապիտալը։ Աշխատակիցները հրաժարական էին տալիս, չցանկանալով իրենց անունները կապել նրա հետ։ Արաբկիրի տունը, որը հիփոթեքադրված էր աճող պարտքերը ծածկելու համար, պատրաստվում էր բանկի կողմից բռնագրավվել։ Ռաֆայելան, ում նա կարծում էր, որ կվերադառնա, երբ ամեն ինչ հանդարտվի, հեռացել էր երկրից, փախչելով Դուբայ նոր հարուստ ընկերոջ հետ։ Էդուարդը մենակ էր։ Եվ մենակ տղամարդիկ, ովքեր սովոր են իշխանության, կարող են շատ վտանգավոր լինել։ Նա սկսեց պլանավորել։ Եթե չէր կարող Մարինեին վերադարձնել օրինական ճանապարհով, այլ ուղիներ կգտնի։ Սկսեց հեռվից հսկել Արաբկիրի շենքը, նշելով մուտքի ելքի ժամերը, ուսումնասիրելով անվտանգության աշխատակիցների առօրյան։ Նրա մոլուցքն աճում էր ամեն օր։ Դա սեր չէր, երբեք չի եղել։ Դա տիրապետում էր։ Եվ Էդուարդը չէր թողնում այն, ինչ իրենն էր համարում։ Մարինեն, բնակարանում փոքրիկ Պետրոսի հետ, փորձում էր առօրյա ստեղծել։ Կերակրել, տակտիրներ փոխել, երեխային քնեցնել։ Պարզ առաջադրանքներ, որոնք մայրերի մեծ մասն անում է առանց մտածելու, բայց Մարինեի համար դրանք քաջության գործողություններ էին։ Ամեն անգամ, երբ նա օրորում էր Պետրոսին, հիշում էր, թե ինչպես էր պաշտպանել իր որովայնը ագրեսիաների ժամանակ։ Ամեն անգամ, երբ որդին ժպտում էր, նա արցունքներ էր թափում երախտագիտությունից, որ երկուսն էլ ողջ էին մնացել։ Ալեքսանդրը շարունակում էր ներկա լինել, բայց միշտ հարգալից։ Նա չէր փորձում փոխարինել հոր դերը, ոչինչ չէր պարտադրում։ Պարզապես այնտեղ էր ընկեր, պաշտպան, մեկը, ում Մարինեն կարող էր վստահել։ Աստիճանաբար ուշ գիշերվա զրույցների մեջ, մինչ Պետրոսը քնած էր, ընդհանուր նախաճաշերի պահակների հսկողության ներքո այգում զբոսանքների մեջ, ինչ-որ բան սկսեց աճել նրանց մեջ։ Դա կրքոտ սեր չէր, դա սերիալի ռոմանտիկա չէր։ Դա ավելի խորը, ավելի ամուր մի բան էր։ Հարգանք, հիացմունք, անկեղծ սեր։ Մի գիշեր, երբ Պետրոսը վերջապես քնեց ժամեր տաց փորացավից հետո, Մարինեն Ալեքսանդրը հյուրասենյակում էին։ Նա հյուծված էր, մազերը խառնված, հագին պարզ գիշերազգեստ։ Ալեքսանդրը նոր էր եկել գործնական հանդիպումից, դեռ կոստյումով, բայց փողկապն արդեն թուլացրած։ Նա խնկի թեյ պատրաստեց նրա համար, նրանք նստեցին բազմոցին հարմարավետ լռության մեջ։ Դուք պետք չէ այս ամենն անեք, հանկարծ ասաց Մարինեն։ Արդեն այնքան բան եք արել։ Ավելի շատ, քան որը մեկը կաներ։ Ես չեմ ուզում բեռ լինել։ Ալեքսանդրը լրջությամբ նայեց նրան։ Դու բեռ չես, Մարինե։ Երբեք չես եղել, երբեք չես լինի։
Ես ընտրում եմ լինել այստեղ։ Ընտրում եմ օգնել քեզ Պետրոսին։ Եվ դա միայն քո հորը տված խոստմանս համար չէ։ Դա այն է, որովհետ ես ուզում եմ։ Որովհետ դուք երկուստ էլ արժանի եք ավելի լավ կյանքի, քան մինչ հիմա ունեցել եք։ Մարինեն զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Ինչու՞։ Ինչու՞։ Եք ինձ հետ այդքան բարի։ Ես ոչինչ չեմ։ Ես պարզապես մի բուժքույր եմ, ով սխալ է գործել, ամուսնանալով սխալ տղամարդու հետ։ Դու դրանից շատ ավելին ես, ասաց Ալեքսանդրը նրբորեն բռնելով նրա ձեռքը։ Դու ուժեղ կին ես, ով գոյատել է դժոխքում։ Դու մայր ես, ով պաշտպանել է իր որդուն իր մարմնով։ Դու մեկն ես, ով, չնայած ամեն ինչին, դեռ բարություն ունի սրտում։ Եվ ոչ, դու սխալ չես գործել, ամուսնանալով նրա հետ։ Նա է սխալ գործել, չգնահատելով այն գանձը, որ ուներ։ Ալեքսանդրի խոսքերը խորը տեղ հասան Մարինեի մոտ։ Առաջին անգամ տարիներով նա իրեն տեսած զգաց։ Իսկապես տեսած։ Ոչ թե որպես առարկա, ոչ թե որպես հուզական բռունցքի պարկ, այլ որպես մարդ իր սեփական արժեքով։ Նա թեքվեց գլուխը դրեց նրա ուսին։ Ալեքսանդրը նրան նուրբ գրկեց, կարծես նա բյուրեղից լիներ։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ, պարզապես գոյություն ունենալով նույն տարածքում, կիսելով լռությունն ու մարդկային ջերմությունը։ Չկար շտապողականություն, չկային ակնկալիքներ։ Պարզապես երկու մարդ, ովքեր մխիթարություն էին գտել միմյանց մեջ, իրենց կյանքի քաոսի կենտրոնում։ Բայց մինչ նրանք կիսում էին այդ խաղաղության պահը, Էդուարդը քաղաքի մյուս ծայրում էր, իր դատարկ գրասենյակում, նայելով Մարինեի լուսանկարներին, որոնք դեռ ուներ հեռախոսում։ Լուսանկարներ այն ժամանակվա, երբ նրանք հանդիպել էին, երբ նա դեռ ժպտում էր իրեն, երբ դեռ հավատում էր նրա խոստումներին։ Էդուարդը հեռախոսը այնքան ուժեղ սեղմեց, որ էկրանը ջաքեց։ Դու կվերադառնաս ինձ մոտ, շշնջաց նա լուսանկարին։ Մի կերպ կամ այլ կերպ, դու կվերադառնաս։ Եվ այդ մարդը կվճարի այն բանի համար, որ խառնվել է այն բանին, ինչ իր գործը չէ։ Էդուարդի մոլուցքը հասնում էր վտանգավոր մակարդակների։ Եվ երբ վտանգավոր մարդը այլս կորցնելու ոչինչ չունի, նա դառնում է անկանխատեսելի։ Փոթորիկը հեռու էր ավարտվելուց։ Իրականում, այն նոր էր սկսվում։ Եվ Մարինեն, Ալեքսանդրը փոքրիկ Պետրոսը ստիպված կլինեն բախվել ավելի մեծ մարտահրավերների առաջիկա օրերին։ Բայց առայժմ, այն խաղաղ գիշերը արաբկիրում, նրանք խաղաղություն ունեին։ Եվ երբեմն, խաղաղությունը այն ամենն է, ինչ մեզ պետք է հաջորդ օրվա համար ուժ գտնելու համար։ Հաջորդող ամիսները զգալի փոփոխություններ բերեցին Մարինեի կյանքում։ Փոքրիկ Պետրոսը մեծանում էր առողջ խելացի, հետաքրքրասեր աչքերով, որոնք կարծես կլանում էին իր շուրջ բոլորի աշխարհի յուրաքանչյուր մանրուքը։ Մարինեն վերադարձավ աշխատանքի, բայց այժմ այլ կերպ։ Ալեքսանդրը իր կապերի ցանցով օգնեց նրան աշխատանք գտնել արաբկիրի մասնավոր կլինիկայում, ճկուն ժամանակացույցով, որը թույլ էր տալիս նրան խնամել որդուն։ Աշխատավարձը 5 անգամ ավելի էր, քան նա ստանում էր պետական հիվանդանոցում, կյանքում առաջին անգամ Մարինեն ուներ ֆինանսական կայունություն։ Բայց փողից ավելի կարևոր էր ներքին փոխակերպումը։ Դոկտոր Բեատրիսի հետ թերապիան շարունակվում էր շաբաթական 2 անգամ, Մարինեն սկսեց ապակառուցել տարիների պայմանականությունները։ Նա սովորեց ճանաչել բռնության օրինաչափությունները, հասկանալ, որ Էդուարդի արածներից ոչ մեկը իր մեղքով չէր, վերականգնել իր ինքնագնահատականը քար առ քար։ Դա հեշտ չէր։ Կային օրեր, երբ նա արթնանում էր, առաջին բանը, որ զգում էր, մեղքի զգացումն էր։ Մեղքի զգացում Էդուարդին թողնելու համար, մեղքի զգացում ընտանիքը բացահայտելու համար, մեղքի զգացում Ալեքսանդրի օգնությունը ընդունելու համար։ Մեղքը մի հույզ է, որը բռնարարները սերմանում են իրենց զոհերի մեջ, համբերատար բացատրում էր դոկտոր Բեատրիսը։ Նրանք ձեզ ստիպում են հավատալ, որ դուք արժանի եք այն ամենին, ինչ կրում եք, որ դուք հրահրել եք բռնությունը, որ եթե միայն ավելի լավ լինեիք, ամեն ինչ այլ կլիներ։ Բայց դա սուտ է, Մարինե։ Մի դաժան սուտ, որը ծառայում է միայն ձեզ կապված պահելուն։ Դուք պետք է արմատախիլ անեք այդ մեղքը, ինչպես թունավոր մոլախոտը։ Մարինեն փորձում էր։ Որոշ օրեր ավելի լավ էին, քան մյուսները։ Կային պահեր, երբ նա նայում էր հայելու մեջ չէր ճանաչում իր տեսած կնոջը։ Մազերն ավելի խնամված էին, ժամանակակից կտրվածքով, որը Թերեզան էր առաջարկել։ Հագուստները նոր էին, լավ հարմարեցված, գեղեցիկ։ Աչքերի տակի մուգ շրջանակները նվազել էին։
Նա լավ էր սնվում, ավելի լավ էր քնում, ավելի շատ էր ծիծաղում։ Նա դառնում էր իր սեփական տարբերակը, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել էր։ Ալեքսանդրի հետ հարաբերությունները նույնպես զարգանում էին, դանդաղ, բայց մշտապես։ Նրանք չէին սահմանել, թե ինչ էին միմյանց համար։ Նրանք պարզապես ընկերներ չէին, բայց նա զույգ չէին ավանդական իմաստով։ Ալեքսանդրը երբեք ոչնչի համար չէր ճնշում։ Նա հարգում էր Մարինեի ժամանակը, հասկանում էր, որ նա պետք է ապաքինվի, նախքան նորից իր սիրտը բացելը։ Բայց կային պահեր, փոքրիկ պահեր, որոնք ավելին էին ասում, քան բառերը։ Ինչպես այն կիրակի կեսօրը, երբ նրանք Պետրոսի հետ գնացել էին Ծիծեռնակաբերդի զբոսայգի։ Ալեքսանդրը հրում էր մանկասայլակը, մինչ Մարինեն քայլում էր կողքից, պատմելով կլինիկայում իր օրվա մասին։ Նրանք փոփքորն էին գնել լճի բադերին կերակրելու համար, երբ զով քամի բարձրացավ, Ալեքսանդրը հանեց իր սեփական բաճկոնը դրեց Մարինեի ուսերին, առանց նրա խնդրելու։ Պարզ ժեստեր, բայց լի իմաստով։ Կամ այն գիշերը, երբ Պետրոսը բարձր ջերմություն ուներ։ Մարինեն խուճապի մատնվեց, վաղաժամ ծննդաբերության հիշողությունները դեռ թարմ էին նրա մտքում։ Ալեքսանդրը եկավ 15 րոպեի ընթացքում, իր հետ բերեց մանկաբույժին ամբողջ գիշեր արթուն մնաց Մարինեի կողքին, ապահովելով, որ երեխան լավ է։ Երբ ջերմությունը վերջապես իջավ, Պետրոսը հանգիստ քնեց, Մարինեն թեթությունից արցունքների մեջ ընկավ Ալեքսանդրի գրկում։ Նա բռնեց նրան, շոյեց նրա մազերը շշնջաց, որ ամեն ինչ լավ է, որ Պետրոսը լավ է, որ նա հրաշալի մայր է։ Եթե դուք ապրեիք այս պատմության մեջ, կհավատայիք նոր սիրո հնարավորությանը այդքան տառապանքից հետո։ Մեկնաբանեք ձեր կարծիքը։ Մինչ Մարինեն վերակառուցում էր իր կյանքը, Էդուարդը ավելի ու ավելի էր խորանում։ Նրա ընկերությունը սնանկություն էր հայտարարել։ Արաբկիրի տունը աճուրդի էր հանվել։ Նա հիմա ապրում էր Շենգավիթի փոքրիկ, վարձակալված բնակարանում, հին կահույքով բծավոր պատերով։ Այն ամենը, ինչ նա կառուցել էր, հաջողության ամբողջ պատկերը, փլուզվել էր։ Եվ նա մեղադրում էր մեկ անձի դրա համար։ Մարինեին։ Էդուարդի աղավաղված մտքում այս ամենը իր մեղքով չէր լինի։ Նա ագրեսորը չէր, հրեշը չէր։ Նա դավադրության զոհն էր։ Մարինեն գայթակղել էր Ալեքսանդրին, ստել էր բռնությունների մասին, ամեն ինչ կազմակերպել էր, նրան ոչնչացնելու մագնատի փողերը վերցնելու համար։ Առնվազն դա էր Էդուարդը կրկնում իրեն, մինչ հավատաց իրականության այս այլընտրանքային տարբերակին։ Բայց հավատալը բավարար չէր։ Էդուարդը վրեժ էր ուզում։ Եվ դրա համար նրան դաշնակիցներ էին պետք։ Նա գտավ մի քանիսին Երանի հասարակության ընդհատակում։ Հուսահատ, անսկզբունք մարդիկ, ովքեր պատրաստ էին ամեն ինչ անել փողի համար։ Էդուարդը շատ փող չուներ, բայց ուներ զարդեր, որոնք դեռ չէր վաճառել, ուներ որոշ կապեր, որոնք դեռ իրեն պարտք էին, ուներ բավարար միջոցներ իր պլանը գործի դնելու համար։ Պլանը պարզ էր, բայց արդյունավետ։ Առանգել Մարինեին, երբ նա դուրս կգար աշխատանքից։ Տանել նրան մեկուսացված վայր։ Ստիպել նրան ստորագրել փաստաթղթեր Պետրոսի խնամակալությունը իրեն փոխանցելու համար։ Համոզել նրան, ուժով անհրաժեշտության դեպքում տեսանյութ նկարահանել ասելով, որ ամեն ինչ սուտ էր, որ Ալեքսանդրը ամեն ինչ մանիպուլացրել էր, նրան ոչնչացնելու նրա փողերը վերցնելու համար։ Էդուարդը դրանից ավելին չէր մտածում։ Նրա միտքը, որը կլանված էր զայրույթով դառնությամբ, չէր կարողանում մարսել հետանքները։ Նա պարզապես ուզում էր վերահսկողությունը վերադարձնել։ Ուզում էր, որ Մարինեն նորից դառնա այն վախեցած կինը, ով կծկվում էր, երբ նա բարձրացնում էր ձայնը։ Բայց Էդուարդը հաշվի չէր առնում մի բան։ Մարինեն այլս այդ կինը չէր։ Ալեքսանդրի փաստաբանները մինչդեռ անխոնջ աշխատում էին Էդուարդի դեմ քրեական գործի վրա։ Բացի պաշտպանական միջոցներից, նրանք կառուցում էին հզոր գործ ագրեսիայի, մարմնական վնասվածքների, ընտանեկան բռնության սպառնալիքի համար։ Նրանք ունեին տեսանյութեր, լուսանկարներ, բժշկական եզրակացություններ, որոնք հաստատում էին Մարինեի վնասվածքները, վկաների ցուցմունքներ։ Նրանք ունեին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ապահովելու համար, որ Էդուարդը դատապարտվի տարիներ անցկացնի բանտում։ Դատական նիստը նշանակված էր 2 շաբաթից։ Այն պետք է տեղի ունենար կենտրոնի քրեական դատարանի ընտանեկան բռնության գործերով վարույթում։ Մարինեն ստիպված կլիներ ցուցմունք տալ, նորից ապրել այն ամենը, ինչ անցել էր, նորից նայել Էդուարդի աչքերին։ Մտքերն ահաբեկում էին նրան։
Դոկտոր Բեատրիսը ինտենսիվորեն աշխատեց նրա հետ նախորդ շաբաթներին, հուզականորեն պատրաստելով նրան այդ պահին։ Դու այլս այն կինը չես, ում նա բռնության էր ենթարկում, կրկնում էր հոգեբանը։ Դու հիմա ավելի ուժեղ ես։ Դու ձայն ունես, աջակցություն ունես, իրավունք ունես լսվելու։ Եվ ամենակարևորը, դու ճշմարտությունն ունես քո կողքին։ Ճշմարտությունը միշտ հաղթում է վերջում։ Մարինեն ուզում էր հավատալ դրան։ Բայց վախը պահպանվում էր։ Վախ, որ արդարություն չի լինի, վախ, որ Էդուարդը կգտնի փախչելու միջոց, վախ, որ ամեն ինչ կվերադառնա ինչպես նախկինում։ Դրանք ռացիոնալ վախեր էին, հիմնված տարիների տրավմայի վրա։ Բայց Ալեքսանդրը միշտ այնտեղ էր, հիշեցնելու նրան, որ նա մենակ չէ։ Ես քո կողքին կլինեմ ամբողջ դատավարության ընթացքում, խոստացավ նա։ Իմ փաստաբանները երանի լավագույններն են։ Մենք թույլ չենք տա, որ նա փախչի։ Այս անգամ ոչ։ Էդուարդը կվճարի իր արածի համար, Մարինե։ Դա ես երաշխավորում եմ։ Ալեքսանդրի խոսքերը բալասան էին, բայց Մարինեն գիտեր, որ ոչինչ երաշխավորված չէ։ Հայաստանի արդարադատության համակարգը թերի էր, դանդաղ, երբեմն անարդար, հատկապես երբ խոսքը վերաբերում էր ընտանեկան բռնության դեպքերին։ Քանի կիներ նա ճանաչում, ովքեր դատի էին տվել իրենց բռնարարներին արդարություն չէին տեսել։ Քանիսն էին վերադարձել բռնի տներ, քանի որ գնալու տեղ չունեին։ Մարինեն ուներ արտոնություններ, որոնք մեծամասնությունը չուներ։ Ուներ ռեսուրսներ, պաշտպանություն, թանկարժեք փաստաբաններ։ Բայց նույնիսկ այդպես, վախը պահպանվում էր։ Դատական նիստից մեկ օր առաջ Մարինեն չկարողացավ քնել։ Արթուն մնաց, նայելով Պետրոսին, ով քնած էր իր անկողնու կողքի մանկական մահճակալում։ Տղան հիմա 4 ամսական էր, գեր առողջ։ Նա ժպտում էր, երբ տեսնում էր Մարինեին, ձեռքերը մեկնում էր, գիրք ուզելով, սիրուն ձայներ էր հանում, փորձելով շփվել։ Մարինեն նրբորեն շոշափեց որդու դեմքը, մտածեց, թե ինչպես ամեն ինչ կարող էր այլ լինել։ Եթե մնար Էդուարդի հետ, եթե չհանդիպեր Ալեքսանդրին այն երեկույթին, եթե չունենար հեռանալու քաջություն։ Որտեղ կլիներ հիմա։ Հավանաբար մահացած։ Կամ ավելի վատ, ողջ, բայց ամբողջությամբ կոտրված, մարդու դատարկ կեղ։ Ես ուժեղ կլինեմ քեզ համար, շշնջաց Մարինեն Պետրոսին։ Ես կբախվեմ քո հորը դատարանում կհաղթեմ։ Որովհետև դու արժանի ես մեծանալ մի աշխարհում, որտեղ հրեշները պատասխանատվության են ենթարկվում իրենց արարքների համար։ Դու արժանի ես մոր, ով պայքարում է, ոչ թե թաքնվում։ Եվ այդ լուր խոստման մեջ Մարինեն գտավ այն ուժը, որն իրեն պետք էր։ Դատական նիստի առավոտը մոխրագույն անձրոտ էր, բնորոշ երանին աշնանը։ Մարինեն զգուշորեն հագնվեց, ընտրելով պարզ, բայց արժանապատիվ հագուստ։ Ստաբատ, սպիտակ բլուզ, ցածր կոշիկներ։ Ոչինչ շքեղ, ոչինչ, ինչ կարող էր օգտագործվել իր դեմ։ Մազերը հավաքեց հանգույցով, մի փոքր դիմահարդարում արեց, թաքցնելու անքուն գիշերը։ Նայեց հայելու մեջ, տեսավ մի վճռական կնոջ։ Վախեցած, այո, բայց վճռական։ Ալեքսանդրը եկավ նրան վերցնելու առավոտյան 7-ին։ Պետրոսը մնաց Թերեզայի հետ, ով խոստացավ նրան խնամել աշխարհի ամենասիրով։ Ճանապարհը մինչ դատարան լուռ անցավ։ Ալեքսանդրը բռնում էր Մարինեի ձեռքը, առանց բառերի ուժ փոխանցելով։ Երբ հասան, դրսում արդեն լրագրողներ կային։ Գործն այնքան մեծ արձագանք էր գտել, որ դարձել էր ազգային նորություն։ Հղի բուժքույրը, ում ծեծել էր հարուստ ամուսինը բարեգործական երեկույթին։ Դա այն տեսակի պատմությունն էր, որը մեդիան սիրում էր։ Դրամա, բռնություն, սոցիալական անհավասարություն, փրկություն։ Դատարանի ներսում դատական նիստերի դահլիճը լիքն էր։ Երկու կողմի փաստաբաններ, դատախազ, դատավոր, սոցիալական աշխատողներ, դատական կարգադրիչներ, հետում մի քանի աթոռ հանրության համար։ Մարինեն տեսավ ծանոթ դեմքեր։ Հիվանդանոցի գործընկերներ, որտեղ նա աշխատում էր, Արաբկիրի շենքի հարաններ, նույնիսկ դոկտոր Բեատրիսը այնտեղ էր, որպես հուզական աջակցություն։ Եվ ապա Մարինեն տեսավ Էդուարդին։ Նա նստած էր իր փաստաբանի կողքին, միջին տարիքի տղամարդ, այնպիսի դեմքով, ով այդքան էլ չէր հավատում այն գործին, որը պաշտպանում էր։ Էդուարդը նիհարել էր, ուներ խորը մուգ շրջանակներ, անփույթ մորուք, ճմրթված կոստյում։ Նա այլս այն հզոր ամբարտավան մարդը չէր, ով ղեկավարում էր հանդիպումների սենյակները։ Նա պարզապես իր նախկինի ստվերն էր։
Բայց երբ նրա աչքերը հանդիպեցին Մարինեի աչքերին, նա տեսավ այն, ինչը հետապնդում էր նրան։ Զայրույթ։ Մաքուր թորած զայրույթ։ Էդուարդը նրան նայում էր այնպես, կարծես կարող էր սպանել նրան պարզապես մտքով։ Մարինեն սարսուռ զգաց իր ողնաշարի վրայով։ Ալեքսանդրը նկատեց ավելի ուժեղ սեղմեց նրա ձեռքը։ Նա այլս չի կարող քեզ վնասել, շշնջաց նա։ Ոչ այստեղ, ոչ հիմա, ոչ երբեք։ Մարինեն գլխով արեց, փորձելով հավատալ։ Դատական նիստը սկսվեց։ Դատախազը 40 տարեկան մի կին, դոկտոր Կամիլա Մինասյան անունով, ով հայտնի էր կանանց նկատմամբ բռնության գործերում իր հաստատակամ գործունեությամբ, ներկայացրեց ապացույցները։ Տեսանյութերը ցուցադրվեցին մեծ էկրանին։ Մարինեն ստիպված էր նորից դիտել այն սարսափելի գիշերը։ Նա տեսավ իրեն քարշ տալով սրահի կենտրոն ծնկի իջած ծեծի ենթարկված, պաշտպանելով իր որովայնը։ Տեսավ Էդուարդի հիվանդագին հաճույքի արտահայտությունը ամեն հարվածի ժամանակ։ Լսեց ճիչերը, հայհոյանքները, սպառնալիքները։ Եվ տեսավ այն բոլոր մարդկանց, ովքեր դիտում էին, ոչինչ չանելով։ Արցունքները հոսում էին Մարինեի դեմքով, բայց նա աչքերը չշեղեց։ Նա պետք է վկայեր դա, պետք է ճանաչեր այն, ինչ անցել էր, որպեսզի վերջապես կարողանար թողնել այն։ Երբ տեսանյութերն ավարտվեցին, սրահում ծանր լռություն տիրեց։ Նույնիսկ Էդուարդի փաստաբանը թվաց անհարմար։ Հետո եկան բժշկական եզրակացությունները։ Վնասվածքների լուսանկարներ, կապտուկների մասին զեկույցներ, սթրեսի ֆիզիկական տրավմայի հետանքով առաջացած վաղաժամ ծննդաբերության փաստաթղթեր։ Հարանների ցուցմունքներ, ովքեր լսել էին ճիչեր Արաբկիրի տանից։ Աշխատակիցների ցուցմունքներ, ովքեր ականատես էին եղել նվաստացումներին։ Էդուարդի նախկին գործընկերների ցուցմունքներ, ովքեր հաստատել էին նրա ագրեսիվ վերահսկող վարքագիծը։ Երբ Մարինեի հերթը եկավ ցուցմունք տալու, նա վեր կացավ, ոտքերը դողում էին։ Քայլեց դեպի սրահի առջը, երդվեց ճշմարտությունն ասել նստեց վկայի աթոռին։ Դատավորը, դոկտոր Ֆերնանդա Հակոբյանը, 50 տարեկան մի կին, բարի, բայց հաստատակամ աչքերով, նրան նայեց կարեկցանքով։ Մարինե, գիտեմ, որ սա դժվար է, բայց պետք է, որ ինձ պատմեք ձեր սեփական խոսքերով, թե ինչ է տեղի ունեցել։ Ոչ միայն երեկույթի գիշերը, այլ Էդուարդ Ալմայանի հետ ձեր ամուսնության ողջ ընթացքում։ Դատավորի ձայնը քաջալերող էր։ Մարինեն խորը շունչ քաշեց, սկսեց խոսել։ Պատմեց, թե ինչպես էր ճանաչել Էդուարդին, թե ինչպես էր սիրատացությունը հեքիաթի նման, թե ինչպես էր ամուսնությունը արագորեն վերածվել մղձավանջի։ Պատմեց առաջին անգամ, երբ նա ագրեսիայի ենթարկեց իրեն, ամուսնությունից 2 ամիս անց, որովհետև նա մոռացել էր գնել իր սիրելի վիսկին։ Պատմեց մշտական նվաստացումների մասին, թե ինչպես էր նա վերահսկում իր կյանքի յուրաքանչյուր կողմը, ընկերներից ընտանիքից մեկուսացման մասին։ Պատմեց չպլանավորված հղիության մասին, թե ինչպես էր Էդուարդը զայրույթով արձագանքել, առաջարկելով ազատվել երեխայից։ Պատմեց այն գիշերը երեկույթին յուրաքանչյուր հարվածի, յուրաքանչյուր դաժան խոսքի, սարսափի յուրաքանչյուր վայրկյանի մասին։ Եվ պատմեց Ալեքսանդրի մասին, թե ինչպես էր նա փրկել իրեն, վերսկսելու հնարավորության մասին, որը նա վերջապես ստացել էր։ Նրա ձայնը հաստատակամ էր, առանց զոհի դեր տանելու, առանց դրամատիզացիայի։ Պարզապես մերկ անողոք ճշմարտությունը։ Երբ նա ավարտեց, սրահում չկար մի չոր աչք։ Նույնիսկ որոշ դատական կարգադրիչներ աննկատ սրբում էին արցունքները։ Էդուարդի փաստաբանը փորձեց հակահարցաքննել նրան, փորձեց կասկածներ սերմանել, առաջարկել, որ նա չափազանցնում էր, որ գուցե հրահրել էր Էդուարդի արձագանքները։ Բայց Մարինեն թույլ չտվեց իրեն խանգարել։ Պատասխանեց յուրաքանչյուր հարցին հանգիստ պարզ։ Դոկտոր Կամիլան, դատախազը, միջամտում էր, երբ հարցերը անպատշաճ էին կամ վիրավորական, պաշտպանելով Մարինեին կրկնակի զոհ դառնալուց։ Էդուարդը նույնպես հնարավորություն ունեցավ խոսելու։ Բայց նրա խոսքերը միայն ավելի խորը փոս փորեցին։ Նա մեղադրեց Մարինեին ամեն ինչում։ Ասաց, որ նա անփույթ էր, որ ճիշտ չէր խնամում իրեն, որ մշտապես հրահրում էր իրեն։ Ասաց, որ երեկույթի ագրեսիան անվերահսկելիության պահ էր, առաջացած հրապարակային նվաստացումից, որը նա իրեն պատճառել էր, գինի թափելով իր վրա։ Նա ցույց չտվեց զղջում, չներողություն խնդրեց, ոչ մի մեղք չճանաչեց։ Դա խղճուկ էր դիտելը։ Մի մարդ, ով ամբողջությամբ անջատված էր իրականությունից, անկարող էր տեսնել իր սեփական թերությունները։
Երբ դատական նիստը վերջապես ավարտվեց, գրեթե 6 ժամ անց դատավորը հայտարարեց, որ դատավճիռը կկայացնի 1 շաբաթից։ Մարինեն դուրս եկավ դատարանից հյուծված, բայց ինչ-որ կերպ ավելի թեթացած։ Նա կատարել էր իր մասը։ Նա պատմել էր իր ճշմարտությունը։ Հիմա հերթը արդարադատությանն էր։ Ալեքսանդրը նրան ուղիղ տուն տարավ։ Պետրոսը արթուն էր, լաց էր լինում, մայրիկին ուզելով։ Մարինեն նրան գիրկը վերցրեց գրկեց, զգալով որդու տակ ծանոթ ծանրությունը իր կրծքին։ Ավարտվեց, շշնջաց նա։ Ամենադժվար մասն ավարտվեց։ Ալեքսանդրը նստեց նրա կողքին բազմոցին, մի ձեռքը դրեց նրա ուսերին, երեքն էլ այդպես մնացին, մի իմպրովիզացված, բայց իրական ընտանիք, մխիթարություն գտնելով միմյանց մեջ։ Բայց հեռու այնտեղից Էդուարդը պլաններ էր կազմում։ Դատական նիստը չէր եղել այնպես, ինչպես նա սպասում էր։ Նա դատավորի աչքերում տեսավ, որ դատապարտվելու է։ Նա ներկաների հայացքներում տեսավ, որ իր նկատմամբ համակրանք չկար։ Օրինական ճանապարհով վերահսկողությունը վերականգնելու իր վերջին հնարավորությունը ձախողվել էր։ Մնում էր միայն մեկ ճանապարհ։ Մի վտանգավոր, անօրինական, հուսահատ ճանապարհ։ Բայց Էդուարդը բանականությունից դուրս էր։ Եվ բանականությունից դուրս մարդիկ ունակ են ամեն ինչի։ Դատական նիստին հաջորդած շաբաթը նշանավորվեց մշտական լարվածությամբ։ Մարինեն փորձում էր պահպանել առօրյան, աշխատել կլինիկայում, խնամել Պետրոսին, գնալ թերապիայի։ Բայց կար մի զգացում, որ ինչ-որ բան պետք է տեղի ունենա։ Շենքի անվտանգության աշխատակիցները դրվեցին առավելագույն զգոնության։ Ալեքսանդրս 2 մարդ վարձեց Մարինեի անձնական անվտանգությունն ապահովելու համար։ Նա ոչ մի տեղ չէր գնում, առանց ուղեկցության։ Էդուարդը, իր հերթին, իր պլանն էր գործի դնում։ Նա վարձել էր 2 տղամարդու, նախկին բանտարկյալների, ում ճանաչել էր կասկածելի կապերի միջոցով։ Վճարել էր նրանց իր ունեցած վերջին զարդերով, խոստանալով ավելի շատ գումար այն բանից հետո, երբ կստանար իր ուզածը։ Տղամարդիկ հարցեր չէին տալիս։ Աշխատանքը աշխատանք էր։ Նրանք օրեր էին անցկացրել, դիտելով Մարինեի առօրյան, նշելով ժամերը, ուսումնասիրելով անվտանգության թույլ կողմերը։ Էդուարդը մոլուցքի մեջ էր։ Ժամեր էր անցկացնում քարտեզներ գծելով, պլանավորելով յուրաքանչյուր մանրուք։ Իր հիվանդ մտքում նա դեռ հավատում էր, որ եթե կարողանար մենակ խոսել Մարինեի հետ, առանց Ալեքսանդրի կողքին լինելու, նա կվերադառնար։ Նա կտեսներ, որ իր տեղը նրա կողքին էր։ Որ նրանք ընտանիք էին։ Այդ շաբաթվա 5-շաբթի օրը Մարինեն հատուկ նիստ ուներ դոկտոր Բեատրիսի հետ։ Հոգեբանը նկատեց, որ Մարինեն հատկապես անհանգիստ էր։ Դատավճիռը կլինի վաղը, ասաց Մարինեն, նյարդայնորեն շրջելով ձեռքերը։ Ես պետք է թեթացած լինեմ, բայց միայն վախ եմ զգում։ Իսկ եթե նա արդարացվի։ Իսկ եթե դատավորը որոշի, որ բավարար ապացույցներ չկան։ Իսկ եթե նա ազատ արձակվի։ Մարինե, նայիր ինձ, դոկտոր Բեատրիսը հաստատակամորեն ասաց։ Դու դիտեցիր այդ դատական նիստը։ Տեսար ապացույցները, լսեցիր ցուցմունքները։ Չկա միջոց, որ նա արդարացվի։ Արդարությունը կլինի։ Դու պետք է վստահես դրան։ Եվ ամենակարևորը, դու պետք է վստահես ինքդ քեզ։ Դու ուժեղ ես։ Դու գոյատեցիր։ Եվ անկախ նրանից, թե ինչ կլինի վաղը, դու կշարունակես գոյատել։ Հոգեբանի խոսքերն օգնեցին, բայց վախը պահպանվում էր։ Մարինեն դուրս եկավ խորհրդատվական սենյակից ուղիղ տուն գնաց, ուղեկցված անվտանգության աշխատակիցներից մեկի կողմից։ Պետրոսը Թերեզայի հետ էր, ով նրան զվարճացնում էր գունեղ խաղալիքներով, մանկական երգերով։ Մարինեն որդուն գիրկը վերցրեց ուժեղ գրկեց։ Ես քեզ այնքան եմ սիրում, շշնջաց նա երեխայի ականջին։ Ամեն ինչ, ինչ անում եմ, քեզ համար է։ Որպեսզի դու մեծանաս ավելի լավ, ավելի ապահով աշխարհում։ Պետրոսը պատասխանեց անատամ ժպիտով ուրախ ճիչով, որը Մարինեին ստիպեց ծիծաղել, չնայած ամեն ինչին։ Այդ գիշեր Ալեքսանդրը եկավ ճապոնական ուտեստներով Մարինեի համար անալկոհոլ գինու շիշով։ Նրանք միասին ճաշեցին, խոսելով առօրյա բաների մասին, խուսափելով սենյակում առկա փղից խոսելուց։ Երբ Պետրոսը քնեց, Ալեքսանդրը Մարինեն նստեցին բազմոցին, յուրաքանչյուրը կորած իր մտքերում։ Ալեքսանդր, հանկարծ ասաց Մարինեն, խախտելով լռությունը։ Ես երբեք պատշաճ կերպով չեմ շնորհակալություն հայտնել ձեր արածի։